Նույն մարդկանց, այդ այսպես կոչված գրողներին, մտավորական, երաժիշտներ, չգիտեմ, կոմպոզիտորներ, նկարիչներ, որոնց ճանաչել եմ նախկինում, որտեղ իրենք ինձ համար այլևս մեռած են, փողոցում երբ որ ինձ տեսնում են, եթե մարդաշատ վայր չի, մոտենում, ձեռքերս համբուրում են, ասում են մեռնեմ դուխիդ, էս ինչ ես անում, դու արա, մենք չենք կարա, մենք տարբեր բաներով կաշկանդված ենք, ապրես, 1000 տղամարդ արժես, զզվում եմ այդ ձևակերպումից, երբ որ կնոջը ասում են 1000 տղամարդ արժես, մի կերպ մենք ես աղետից փրկվենք, ես հո գիտեմ, թե իրականում իրենք ինչպիսի արգահատանք ունեն ռեժիմի հանդեպ, երբ որ հիշում եք մի պահ պատերազմից հետո թված, թե Նիկոլի հեռանալը մոտ է, բոլորը իրար տրորելով, պատնոշ կատալով, նույն գրողների միությունը, բոլոր ստեղծագործական միությունները, ազգային ակադեմիայով ամեն ինչով հայտարարություն ընդունեցին, այսօր իրանք լուր են, որովհետև ամեն մեկը իր լափի փոքր կոմֆորտը գտել է եւ այդ լափի փոքր կոմֆորտի մեջ, ճահճի մեջ ուղղակիորեն սատկում է։ Եվ դա մեր